Հարգելի բարեկամներ, ապրիլի 24-ն է մեծ ողբերգության 82-րդ ամյակը։ Այս պահին գտնվում ենք Թեսալոնիկ քաղաքի Հունաստանի այն քարափին, որտեղ մեծ ողբերգությունից հետո բազմահազար հայեր, ինչպես եւ հույներ, միասին գաղթեցին իրենց հայրենիքից եւ ապաստան գտան այս ափերում։ 1946-ին էր, որ ճիշտ այս քարափից շուրջ 5000 սալոնիկցի հայեր հայրենադարձվեցին Հայաստան։ Անշուշտ ծովի այս հայելու առջև հազար ու մի հիշադակներ են ծնվում մարդու մեջ եւ մեզ այստեղ բերողը, մեզ այստեղ կանչողը եղել է մի հրաշալի միջոցառում առնչված ապրիլի 24-ին։ Այստեղ տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ տեղի ունեցավ հրաշալի մի համերգ, որին մասնակցեց նաև Մարսելից հրավիրված մեր ջութագահարը Ժան Տեր-Մերգերյանը։ Համերգը ղեկավարում էր արդեն մեզ ծանոթ նվագավար Կոզմաս Գալիլեասը եւ այդ համերգը, որ անցավ Լեփլեցուն դահլիճում, բացառիկ հիշողության առիթ պիտի դա դահլիճում ներկա գտնվողների համար։ Ինքը Սալոնիկ քաղաքը այս տարի հայտարարված է Եվրոպայի մշակութային կենտրոն։ Եվ ուրախություն մեզ պիտի ասենք, որ այդ մշակութային տոնին անմասն չի մնում նաև հայ մշակույթը, հայ մշակույթի գործիչները։ Հոկտեմբեր ամսին քաղաքապետարանի գլխավոր ցուցասրահում կբացվի հայ նկարչությանը 19-20-րդ դարերի նկարիչների նվիրված ցուցահանդես։ Բիդի չարաշահեմ համեստությունը մի անձնավորության, որը հիմա մեր մոտ է եւ որի անունն է Տիրուհի Կալֆայան Գալիլեաս, նրա ամուսինն է նվագախմբի ղեկավարը եւ այս անմոռանալի երեկոն փաստորեն կազմակերպվեց դարձյալ իր անմիջական նախաձեռնությամբ։ Տիրուհի Կալֆայանի անունը շատ հայտնի է Հայաստանում, բայց շատերը չեն, որ տեսել են, խոսել են, լսել են Տիրուհուն։ Բազմաթիվ մշակութային միջոցառումներ, ինչպես սիմֆոնիկ նվագախմբի ելույթները Հունաստանում, Չեքիջանի պետական երգչախմբի ելույթները, լուսանկարիչներ Պողոս Պողոսյանի, Անդրանիկ Քոչարի եւ Վահան Քոչարի ցուցահանդեսները, այնուհետև փոքրիկ երաժիշտների Հեկիկյանի ղեկավարությամբ ելույթները Հունաստանում եւ վերջապես այլ միջոցառումներ, որոնք եղբայր հույն ժողովրդին այնքան մոտեցնում եւ հարազատ են դարձնում մեր ժողովրդի մշակույթը։ Բնավորությամբ ինչ-որ չափով մոդ ենք իրար,
Ձեր մասին Հայաստանում շատ գիտեն, հատկապես մեր մշակույթի գործիչները։ Միայն պիտի խնդրեմ պատասխանեք մեկ հարցի։ Ինչն է, որ ցեզի կմղե այսքան նվիրվածություն սեր ցուցաբերել մեր մշակույթի նկատմամբ։ Ես բզդիգուց իմ ծնողքեն, իմ հորմես և իմ հորմես սորվեր եմ սիրել Հայաստանը, սիրել իր պատմությունը, սիրել իր մշակույթը և արվեստը։ Համոզված եմ և գուզեմ, որքան որ կարելի է ծառայել Հայաստանի, ծառայել իր մշակույթին և իր արվեստին, որտև կհավատամ իր մեծ արժեքին և որքան որ կարողություն ունենք հոս օտարության մեջ, սփյուռքի մեջ, պիտի շարունակենք հավատալ և ծառայել հայության։ Ես միայն մեկ խոսք ունեմ ավելացնելու, եթե մեր գաղթօջախներում, ամեն մի գաղթօջախում լինի այնպիսի մի սիրտ, այնպիսի հոգի, որ տրոփի այնքան ջերմորեն հայեգանությամբ, մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Սփյուռքի միջև հոգևոր կամուրջները անընդհատ կամրանան։ Ահա այս պահին մեզ հետ է երեկվա համերգի մենակատարը, մեզ բոլորին սիրելի ջութագահար Ժան Տեր-Մերգերյանը։ Ես ուզում եմ խոսքը տալ նրան, Ժանո ջան, խնդրեմ, ինչ տպավորությունը ստացար, ինչպես ստացվեց, որ եկար Սալոնիկ։ Սալոնիկ ես եկա հրաշալի անձնավորության հրավերով, տիրուհի, որ քիչ առաջ Շահենը խոսեց։ Ինձ համար շատ անչափ հաճելի և շատ լավ օրեր անցկացրեցի Թեսալոնիկում։ Նախ հրաշալի քաղաք է, շատ ջերմ ժողովուրդ է և մանավանդ առիթը բացառիկ առիթ էր, ապրիլի 24-ի նվիրված երեկո էր և ինձ համար շատ հատկապես մեծ նշանակություն ունեցող երեկո էր։ Ունեցա նոր բարեկամներ, անչափ շնորհակալ եմ տիրուհին, իր ամուսինը, որի ղեկավարն էր օրկեստրի, հրաշալի անձնավորություն Գալիլեաս Ոզմա և նոր բարեկամներ ունեցա այս հրաշալի քաղաքում։ Շատ զգացված եմ և շնորհակալ եմ բոլոր կազմակերպողներին և մեծ հաճույքով դարձյալ կգամ Թեսալոնիկի։ Որպես հոգևոր հովիվը Թեսաղոնիկի հայության ու կամ իմ ալցայնս մասնակցնելու և ըսելու, թե ապրիլ 24-ը գտատրի այլևս սուքի օրը լալե, գտարնա հաղթանակի օր, որովհետև կհավատամ, որ պետք է յուրաքանչյուր հայ հիշե իր անցյալը, առանց անցյալ ունեցող ժողովուրդ կամ ազգ կարելի չէ երևակայել, որովհետև գտատրի ազգ կամ ժողովուրդ անուն ստանալու իրավունք են։ Հետևաբար պետք է հիշենք մեր նահատակները և ոչ միայն հիշել, այլ հիշել են անտին մասնակցություն բերել, մասնակցել յուրաքանչյուր դարվան ընթացքին, ոչ միայն ապրիլ 24-ի օրով սահմանափակված, այլ նաև ամբողջ դարվան ընթացքին մեր մասնակցությունը բերել մեր նահատակներուն, անոնց հիշադակին ու նաև անոնց մեզի ժարանք մնացած ու գդակ մնացած ավանդին ու պատկամին, թե մենք որպես հայ պիտի գոյատևենք մինչև դիրանանք մեր ամբողջական իրավունքներով։
Հունաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Պլական առաջարկեց 1998 թվականին կազմակերպել Աթենքում Այվազովսկու եւ հայ ծովանկարիչների ցուցահանդեսը, ներկայացնելով նաեւ իրենց թանգարանում պահվող մեծ ծովանկարչի 15 կտավները։ Այդ առաջարկն արդեն սիրով ընդունվել է։ Հարգելի բարեկամներ, այսօր մենք ընտրում ենք մեզ համար շատ սիրելի եւ մտերիմ միանձնավորության հարգի տակ պարոն Հակոբ Ջելալյանի։ Ապրում է Աթենքում, վերջերս ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ես ուզում եմ մի երկու խոսք ասել այս նշանավոր ընտանիքի մասին։ Անշուշտ, թերևս շատերը ձեզանից հիշում են Էլիա Կազան ռեժիսորի նշանավոր ֆիլմը, որ կոչվում է Ամերիկա, Ամերիկա։ Այդ ֆիլմի նյութերը, ազգագրական նյութերը ամբողջությամբ հայթայթել եւ նշանավոր ռեժիսորին էր մատուցել Հակոբ Ջելալյանի հայրը։ Հակոբ Ջելալյանը ինքը մեզ համար, հայրենիքի համար այնքան թանկ անձնավորություն է այսօր, հիշենք միայն, որ նա Սարդարաբադի թանգարանին է նվիրել ավելի քան 240 գործ։ Հակոբ Ջելալյանի մասնագիտությունը հին իրերի, հնությունների բրբտող ուսումնասիրող գիտնական է։ Եվ ամեն տարի տարբեր անկյուններից այս շրջանում հատկապես Հունաստանում Աթենքում, ուր նա բնակվում է, կարողանում է գտնել մեր ժողովրդի անցած տարիներին պատկանող գիրառական արվեստի նմուշներ, գրքեր եւ ամեն առիթով, երբ տեսնում եմ նրան, ուրախացնում է իր այս նոր հունսկերով։ Պարոն Ջելալյան, մենք շատ պիտի ուզեինք, որ մեր Երևանի, Հայաստանի հեռուստադիտողներին մի քանի խոսքով պատմեիք հենց այս ձեր վերջին հունսկի, ինչպես դուք ասեցիք, մասին։ Նախ եւ առաջ շնորհակալություն ուզում հայտնել անձնապես ցեզի եւ ընդհանրապես հայ ժողովրդին, որի բարիացակամությամբ ընդունեցավ զիս թեփրև քրող, թեփրև նվաստս, այսինքն թեփրև բրբդող հավաքող։ Եվ ես կարծեմ, որ նվազագույն նրանց կլամ դալով ադինչ, որ արդեն մեր ժողովրդին կպատկանի, խլելով այս արարկաները երբեմն բարեկամներու, երբեմն թշնամիներու ցերկեն։ Եվ մեր պատմությունը, ինչպես ամերիկյան ցևը խաղը գա, puzzle-ի պես գդոր հավաքելով այդ պատմությունը, որ քանի անգամներ ընդմիջմեցավ։ Իմ խոսքերս ասկան քեղեցիկ չեն գնալալ, բարոն Շահեն Խաչատրյանի խոսքերուն չափ, ամաբիչանամ այս արարկաներով խոսիլ։ 1982-84-ին հետո, երբ որ ես Հայաստան իրարկաներս նվիրեցի, կարծեցի, որ այլևս իմ բարտս կատարած եմ հայության սանտեպ։ Եգուտես, որ հույն մներաս անգամ, եւ այսիգա է, իսկապես տարօրինակը, խնդան հանդիսացավ, որ գրգին եւս հավաքեմ այս կդորները։ Դες բնակը նվիրեց։ Սա որ թունքանի որ Հայաստան կացած ես, եւ ես թանկարան տեսած եմ, այս բնակը քեզի գուտամ։ Եվ հետևի քրություն մգա հայկական Ղարաբեդի ворտի Գրիգոր հրամեցեք։ Որ ժամանակի կորձ է մոտավորապես։ Ասի 1700 թվականներու կորձն է։ 18-րդ դար։ Ուրեմն այդ օրվանից սկսյալ հավաքեցի մինչև այսօր մոտավորապես 70 գդոր, որ նմանապես շուտով ուսամանոգալ իրենց եղբայրները գտնեն Սարդարաբադի տանկարանը։ Այս գդորները անպայման իրենց արժեքով չէ որ ավելի պատմական արժեքով որ կներկայանան, երբեմն քեղակիտական արժեքով, երբեմն պատմական արժեքով։ Կան օրինակի անուններ, որ մեզի համար անձանոտ են։ Ջիլղատ,
ելչի, սարում, գեցուն, գան բնակներ, որոնք ցույց կտան, որ մենք ունեցած ենք այդ վայրերը Թուրքիո մեջ, այդտեղ ուր թուրքերը այսօր գբնտեն, որ հայկական եղած չէ, Արղնի վանքեն է այս մեկը, Արղն Մատտեոս ուրայեցին անգամ իշած է այս մեկ քյուղը, այդտեղ գաբրեր 180 հայ և 36 թուրք, երկրակորձությամբ և անասապուծությամբ կաշխատային այս մարդիկը գաբրևային, ավասիկ, այսօր կարդեսեն սրպված է, ավասիկ ուրիշ բնակմը, որ անձանոտ անուն մգա, բուրվանչ Հովաննեսի որդի խաչադուր, հրամեցեք, այս բոլորը և այսպես տասնյակ բնակներ ջիրղատի որդի մարկարե, այս բոլորը ցույց կտան մեր պատմությունը, որ գծկտուր այսպես մենք իրար գհավաքենք, ամփոփենք և գրգին գուզենք մարդկության ներկայացնել։ Անցյալ անգամ դուք ինձ ներկայացրիք Թեոդոսիայի, ուր ծնված է Հովհաննես Այվազովսկին, Սուրբ Սարգիս եկեղեցու փուրվարը։ Դուք կարծեմ, որ բարոն Խաչատուրյան մասնակետ եք Թեոդոսիայի և մանավանդ Այվազովսկի, ինչպես կտեսնեք, փուրվար մնե։ Թերևս միակ արգան է, որ փրկված է այսօր այդ եկեղեցին, Սուրբ Սարգիսեն, ուր մգրդված, հաղորդված, ամուսնացած և թաղված է Այվազովսկին։ Ավասիկ այս քիրքը հազիվ 10 օր առաջ ցեքս անցավ, հույն վաճառականը փերած էր Բուլգարիայեն։ Այս քիրքը, ինչպես արդեն գտեսնեք, 1200 հայսմավուրք մնե, ավելի քան 1200 էջ ունի, և ինչպես, որտև ճագարի էջ բագաս է, բայց լեցուն է հայկական փորակրանկարներով, փայդանկարներով, անոցում եկում վրա գարտանք Գրիգորի որդի մգրդիչի, Գրիգորի որդի մգրդիչ նկարող դբող պատկերս, իթվին հայոց ռաջե ձայեջ, որ նշանք է, որ այս քիրքը դպված է 1706 թվականին, արդեն այսպիսի քիրք պատրաստելու համար հարկավոր է ավելի քան 10 տարի։ Այս քիրքը էջ մչիգա, ուր գոյություն չունենան լուսանցազարդեր, նկարներ և այսպես փայդափոր նկարներ, բոլորն են հայկական ոճով ստեղծված և մեզի համար իսկական կանց մնե և կանց է ավելի, որովհետև գտնվեցավ Բուլգարիո մեջ, բուլգարացներու ցերկը, հույներու ցերկ անցավ և վերջի վերջո հայ անցիմու միջոցով պիտի հասնի շուտով մատնատարան։ Վասոր համար ասկան երջանիկ եմ, կարծես թե 4 զավակ ունեցա։ Այսպիսի ծրված մասունքներ հավաքելով, անշուշտ կամբողջանա մեր ժողովրդի պատմությունը և մենք 21-րդ դարը կմտնենք ավելի հարուստ, ավելի ամբողջական և ավելի հեռատես մտաշխարհով։ Thank you.